Ալիբեկյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավարած երկրի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես եթե դեմ չեք սկսենք այս հարցից երեք տեսակ մամուլում հրապարակում եղավ, որ Ռուսական ՖՍԲ-ն քննչական ծառայությունը ձերբակալել է անձանց, ովքեր գողացված ադամանդներ են մատակարարել Հայաստան, Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սարգսյանի ընկերությանը։ Այս մասով ձեր գնահատականը հետաքրքիր է, համեցեք։ Դա Ռուսաստանի պատասխան քայլն է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների այսպես վերջերս կատարվող քայլերին։ Դա նորմալ է։ Բնական է, որ Ռուսաստանը շատ վաղուց գիտեր առայն, որ Խաչատուր Սարգսյանը գողացած ադամանդներ ա բերում Հայաստան, վերամշակում եւ վերավաճառում, դա ընդունված ձև է, երբ որ դու մարդուն հնարավորություն ես տալիս օրենք խախտել, ու այդ մարդուն միշտ պահում ես որպես զսպանակ, հա։ Բնական է, որ Սամվել Կարապետյանը այն ֆիգուրը չի, որի հետ կարելի էր վարվել այդպես։ Կապ չունի մենք ոնց ենք վերաբերվում Սամվել Կարապետյանին, ինչպես են գնահատում նրա գործունեությունը, հարցը դա չի, այստեղ ընդհանրապես մասշտաբի մասին է խոսքը գնում, եւ հետեւաբար, երբ որ դու կարեւորագույն ֆիգուրաներից մեկին փակում ես ու փորձում ես ռեյդերական զավթում կատարես նրա ունեցվածքը, խոսքը գնում է հայ էլեկտրացանցերի մասին, ապա դու պետք է պատրաստ լինես հետևանքներին։ Եվ սա այն հետևանքներն էր, որոնք բխեցին Փաշինյանի հերթական ապուշ քայլերից։ Զարմացած չեմ, որ Գրզոն ապօրինի գործունեությամբ է զբաղվում եւ նրա համար նորմալ է գողացած ապրանք առնել, ծախել։ Այստեղ արդեն մենք խոսում ենք ոչ թե բարեխղճության մասին, այլ առհասարակ մարդու բարոյականության վերաբերյալ։ Փողը հոտ չունի եւ հետեւաբար կարելի է ցանկացած ձևով այդ փողը աշխատել ու մեզ բոլորիս խրատներ տալ, ոնց է պետք է ապրել եւ առհասարակ կյանքը հիանալի է։ Իհարկե հիանալի է, երբ որ դու հնարավորություն ունես մի պետությունից մի բան գողանաս, հետո վերավաճառես դա։ Շատ նորմալ է, զարմացած չեմ, որ հենց Գրզոնա թաթախված այս գործունեության մեջ մարդ, որի համար բարոյականություն հասկացությունը բացարձակապես օտար ինչ որ տառերի զանգված է, այլ ոչ թե խորը փիլիսոփայական եւ էական բովանդակություն։ Կարող Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող արշավին նաև հետաքրքիր կապելով սրա հետ Ռուսաստանը այս քայլերով կամ կապի թե դեռ նոր բացահայտումներ սպասենք։ Այնտեղ մենք ծխախոտի գործունեություն ենք հիշում ենք, չէ՞։ Չէ, ծխախոտը դա իհարկե մանր թեմա է, շատ մանր թեմա է։ Նախ գիտեք ինչ եկեք համ աներձակին համեմատենք, ասենք Հայաստանի այսօրվա դրությամբ թիվ 1 չհաշված են ջահելին Նարեկ Եսիմինչյանին, որը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի դրամապանակ, Սուքիասյանը հանդիսանում է գրեթե թիվ 1 բիզնեսմենը Հայաստանում եւ հետեւաբար պետք չի համեմատել ու կապ չունի, որ նրանք երկուսն էլ Նիկոլամետ ոչնչություններ են եւ պատրաստ են վաճառել Հայաստանը իրենց սեփական գրպանները լցնելու համար, հարցը դա չի։ Այստեղ կոնկրետ պատասխանքալ եւ Ռուսաստանը ըստ երևույթին ցույց տվեց, որ նա պատրաստ է խորացնել իր այսպես ասած հակահայկական սխալը, որովհետեւ նրանք չեն ընկալում Փաշինյանին որպես Հայաստան, որպես հայ, հա։ Ու տեսնենք հիմա Փաշինյանը ինչ կան, ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին եւ առհասարակ այս վերջերս իրականացվող զարգացումներին, հա, սկսած վեհափառից, արտաքուստ ռեպրեսիաներ, բարևուն իմաստով իր պետության ստատուսներով բացահայտացնում է ես եմ անում, ես եմ կանոնած, դե հələ միջամտեք այդ շուլաններում բախտերած։
դրա մասին խոսացվել է շատ վաղուց, իսկ դա շատ վաղուց եմ կանխատեսել, որ ռեպրեսիաները կներեք խորանալու են եւ գայքեքը ձգվելու են, հենց այդ բառակապակցությունն եմ օգտագործել, ինչին մենք հիմա ականատես ենք, հա, եկեք տեսնենք ում նկատմամբ են կիրառվում այդ բոլոր ռեպրեսիաները։ Հովիկ Աբրամյան, վեհափառ, ասում են Ծառուկյանի հետևից են հիմա անգել, այսինքն չի բացառվում նրա ձերբակալությունը, Սամվել Կարապետյան, կրկին կհիշացնեմ իմ սիրելի Հովհաննես Թումանյանի հեքիաթը, որ այ դու կկու, հիմար կկու, հա, որ գալիս են հատ-հատ ձագերին տանում են 18 թվականին, երբ որ էս ադբրոսները եկան իշխանության, այդ բոլոր թվարկած անձինք միլիոնավոր դոլարներ փոխանցեցին Փաշինյանի ֆոնդ։ Եվ եկեղեցին, Հովիկ Աբրամյանը իր տունը զիջեց, Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը ամեն տարի հսկայական գումարներ էին փոխանցում եւ այդ փողերը ուր էին գնում անհասկանալի է, որովհետեւ դա ոչ մի ձև չէր ձևակերպում որպես Հայաստանի Հանրապետության բյուջեի մուտք ու այն ժամանակվա իրանց այդ շռայլությունը այն էր, որ ձակիս վերցրա, ինձ հանգիստ թող։ Բայց ինչպես տեսնում ենք, ախորժակները շատանում են, այստեղ մի հատ ուրիշ կարևոր հանգամանք կա, որ մարդու կնիկ Հայաստանի բյուջեն նենց են մսխել ու լափել, որ այս մարդկանց դիմաց հավանաբար, այստեղ ես չեմ պնդում, ես ենթադրում եմ, որովհետև տրամաբանությունը դա է հուշում, որ այս տարի փողը պետքա կրկնապատկվի, եռապատկվի, այս մարդիկ էլ ասեն են հոպ։ Դու ունես բյուջե, հայ էլեկտրացանցերը վճարում են իրենց հարկերը, այդ հարկերով դուք պետքա պետություն պահեք, եթե եկեղեցին վճարում է իր հարկերը եւ այլ, հա, եւ Ծառուկյանի ընկերությունն է հարկեր վճարում, այդ հարկերով յոլա գնացեք, էլ ձրի փող չեք ստանալու եւ սկսվում է այս արշավը գործարարների դեմ։ Բայց բացի դրանից մենք կարող ենք եւս մեկ անգամ փաստել, որ երբեք չի կարելի պայմանավորվել կամ ինչ-որ մի ձև շոհեցնել թշնամուն, որովհետեւ թշնամին երբեք չի բավարարվի ստացածով եւ գնալով վախորժակները ավելի շատանալու են։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը թշնամի է, դա ակնհայտ է եւ ոչ մի ապացույցների կարիք չունի։ Երբ որ 18 թվականից դուք լուռումունջ Փաշինյանի իշխանություն էիք պահում փող տալով, այսօր պետք է պատրաստ լինեիք այսօրվա զարգացումներին, որ օրա գալու եւ որ նա փորձելու է խլի այն ամենը, ինչ դուք ունեք եւ ինչից դուք նրան, այսպես ասած, վճարներ էիք կատարում։ Եվ եթե Հովիկ Աբրամյանի պարագայում դա կարող է գործել, մեկ էլ բանը, ինչու՞ չէ, բանը Ռոբերտ Քոչարյանը, թե հիշենք, որ 200 միլիոն դոլարի բան են ներկայացրել, պահանջ են ներկայացրել։ Կոմպրոմիս նորից հավանական է իր հետ, օրինակ Սամվել Ալեքսանյանի օրինակն մենք ունենք, թե Սամվել Ալեքսանյանի հետ էլ է խնդիրները առաջանում, որովհետև այդ 88-ը, որը վերագրվում է ամենայն հայոց քեռակին Աննային, նրանք հիմա փորձում են Երևան City-ին դուրս մղել շուկայից եւ հասցնել էլ վիճակի, որ Ալեքսանյանների ընտանիքը ստիպված է լինելու կամ վաճառի կամ նվիրի Աննային կամ են Նարեգեսի Մինչյանին, մի խոսքով, հա։ Այսինքն դեղ էլ ամեն ինչ այդքան էլ պարզ ու լավ չի, հա, այսինքն մարդիկ Հայաստանը սարքել են կոոպերատիվ ու բոլոր գտնվող օբյեկտները, կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն, նրանք փորձում են յուրացնել ակնհայտ ապօրինի եւ այլանդակ ձևով, որ ես եմ արել, լավ եմ արել ու էլի կանեմ։ Այն ինչի մասին մենք զգուշացնում ենք տարիներ շարունակ, որ սենց է լինելու։ Ու երբ որ դու
ապահովում ես այդ մարդկանց ֆինանսական բարեկեցությունը անունը դնելով, որ օգնում ես Հայաստանին, այս օրը պետքա գար ու այդ օրը եկել է։ Եվ կրկնում եմ, Սամվել Կարապետյանը շատ սխալ ընտրություն էր, որովհետև Սամվել Կարապետյանի մեջքին արդեն կանգնած են ուժեր, որոնց Նիկոլը կարող է չմարսի։ Ու դեպի ասած մենք էլ չենք մարսի, որովհետև այդ Ռուսաստանի կողմից հասցվող հարվածները ոչ միայն Փաշինյանի ընտանիքին է վնաս հասցնում, այլ հասցնում է մեզ, հասարակ քաղաքացիներից։ Տեսեք, ուզում եմ կապեմ եկեղեցու դեմ աշխարհու այն գրեհիկ բառապաշարը, որ ինքը կիրառում է, իր գրառումները հայտնի, ու այսօր Արարողյանն էլ մի մարդ հազարամյակներ առաջ ասել է, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Այս արտահայտությունը հազարամյակներ փոխվում է արդեն մտածող մարդկանց միտքը, բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը։ Այդ ոմանց բացի տխմարից ուրիշ ինչ անվանես։ Այսինքն ինքը այնքան տուպոյա, որ դաժե չգիտի ով է այդ խոսքերի հեղինակը։ Լսել է, որ ինչ-որ մարդ, օք։ Նախ սկսենք նրանից, որ Փաշինյանը ինքը լինելով գրեհիկ, նա ուրիշ ոչ մի բառապաշար չէր կարող օգտագործել։ Նա օգտագործում է այն հարստությունը, որը ունի։ Երկրորդը կրթությունից առավել շատ խոսում է անգրագետը, որովհետև ինչպես նաև հացից խոսում է սովածը, շորից խոսում է տկլորը, ջրից խոսում է ծարը, այլ նույն ձև անգրագետ, տգետ, ես չգիտեմ, հիմարը խոսում է խելքից, ուղեղից, կրթությունից, նա նորմալ է եւ փորձում է մեզ բոլորիս կյանք սովորացնել։ Ու իրավորել է։ Դե էտա մենք դա պետք է ընդունենք որպես փաստ եւ հասկանանք այդ փաստի դեմ ինչ գործողություններ կարող ենք կիրառել, որովհետեւ անverջ խոսալ, այ Նիկոլը ասեց, այ Նիկոլը գրեց, դա մեզ արդեն պետք է չզարմացնի, դա պետք է դրդապատճառ հանդիսանա ոչ համարժեք եւ համապատասխան ուղղությամբ գործողություններ ծավալելու համար։ Որտեղ մի հատ ինչ-որ անգրագետ եթիմ նստել է թիվ 1 հասցեում, մեզ սննկացնում է, աղքատացնում է, վիրավորում է, ոչնչացնում է, դավաճանում է, ու մենք ստեղ միկրոֆոնի դեմը նստած հավ բան ենք անում։ Տարածում ենք այդ խոսքը ավելի խորը։ Էտա մարդը ունի կոնկրետ խնդիրներ, նա այդ խնդիրները իրեն հասանելի ձևով լուծում է։ Ոստեղ խնդիրը արդեն Փաշինյանը չէ, այլ հանդուրժողներն են։ Միջարից այդ արշավը, որ իրականացնում են, ամբողջությամբ պետության հաշվին է, բյուջեի հաշվին է, բայց ֆակտորի հարցմանը, թե որքան է ծախսվում, պետական գաղտնիք է։ Նա չի ասելու, որ ձեր թոշակների, ձեր երեխաների կրթության, առողջության եւ այլի հաշվին ենք մենք Ադրբեջանի շահերը պաշտպանում։ Նա չի կարող նման բան ասի։ Մենք շատ լավ գիտենք, որ այդ քերակնոջ ապուշ նախաձեռնությունն է մեր գրպանից ֆինանսավորվում։ Բայց այդ ժամանակ, ասենք, Երևանում ասֆալտը պրոստը բերում, փռում են հողի վրա, անտեսելով տարական ճանապարհաշինական կանոնները։ Որ կառուցված մանկապարտեզների պատերը հələ օբյեկտը չհանձված արդեն բլում են։ Տենց պետք է լինի։ Թուրքիայի գնացել ու նույն օրը կարծում տեսակ Երևանում ինչ էր կատարում եւ ոչ միայն Հայաստանում։ Ուսած առաջին տված ուժայինները սկսեցին հերթով ոստիկանություն կանչել, քնչական կանչել, բերման ենթարկել։ Թուրքիա այցը եւս ռեպրեսիաներ է խնդրում։
նույն ինձ թվում է դա ուղիղ փոխկապված չի, իհարկե, որովհետև նա կարող էր Երևանում նստած լինել, բայց այդ ռեպրեսիաները ընթանային։ Նես եղել, որ ես գնացի հարցը լուծեք։ Նա կաշկանդված չի ոչ մի բանով, որ ես տեղ չլինեմ, ինչ ուզում եք արեք։ Նա կարող կանգնի այդ խոշտանգվող մարդու գլխին ու հրահանգ տա, ասի լավ չխփեցիր, մի հատ էլ խփի։ Ու նա ոչ մի խնդիր դրա հետ չունի, ոչ խղճի, ոչ բարոյականության, ոչ առավել եւս օրենքի։ Նա խնդրեմ չի տեսնում, այն բանը ֆրանսիական թագավորի պես ասում է Ֆրանսիա դա է, այ իր ընկալմամբ Հայաստանը այդ ինքն է, ոնց ուզի տենց էլ լինելու է։ Ու կրկնում եմ, սա խնդիրը ոչ թե Նիկոլն է, այլ Նիկոլի նման վարվելակերպի հանդուրժողներն են։ Որտեղ մարդկանց համար նորմալ է, որ երկրի առաջի դեմքը նման վարքա դրսևորում։ Նրանք հանդուրժում են, որ նրանց երեխաների հացը եւ ապագան գնա մտնի բանի Աննա Հակոբյանի տրուսիկի մեջ։ Նրանց համար դա նորմալ է։ Իսկ ռեպրեսիաները ակնկալելի են, որովհետեւ իրանք ունեն ընդամենը 12 ամիս, որ մյուս տարի ընտրությունները կրեն։ Եվ առաջինը ինչ պետքա անեն, պետքա զրկեն ընդդիմությանը խոսքից, նրանք պետքա կոտրեն քիչ թե շատ թուլություն ունեցող ընդդիմադիրներին, վախացնեն երեխեքով, փողով, աշխատանքով, առողջությամբ եւ այլով, հա, որ մյուս տարի հունիսի 21-ին նրանք ունենան այն ինչ որ նրանք սպասում են։ Ոստեղ Նիկոլի Թուրքիա գնալ չգնալը էական կապ չունի։ Գնացել է իր հանձնարարականների նոր փաթեթը ստացել է, եկել է։ Իր հայտարարությունները, հա, այնտեղից Արաքսի ցանկում Թուրքիա է, մենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ սկսում ենք 0-ական մակարդակից, ծանոթ ակտիվություն է, չէ՞։ Ну Արարատ Սարը փոխարինել Արագածով, ցեղասպանություն չի եղել, ես հələ պետք է հասկանամ եղելա չի եղել։ Կներեք Արցախը Ադրբեջանը եւ վերջ Տավուշը ադրբեջանական է, Սյունիքը ադրբեջանական, այդտեղ նույն շարքի երևույթներ են։ Բայց ինքը չի հասկացել մի բան, որ արդեն անցել են ժամանակները, երբ որ նրա անհեթեթ կեղծ փիլիսոփայական մտորումներին հավատացող կա։ Հակառակ դեպքում նա ստիպված չէր լինի կիրառել ռեպրեսիաներ։ Եթե նա անցել է ռեպրեսիաների, դա նշանակում է, որ նրա խոսքը արդեն կորցրել է իր մոգական ուժը։ Առաջ փայտիկով սենց էր անում ու 100,000-ավոր ոչխար հետևից գնում էին։ Անցել է այդ ժամանակները։ Մենք որ ինքը կարա ասի ինչ ուզում է։ Կրկնում եմ, ինձ հուզում է նրա դեմ դուրս եկողների կամ պատրաստ դուրս գալու պատրաստների գործողությունները։ Այս երկրում կա ինչ որ ուժ, որ այս կամ այն ձևով, ակնհայտ կամ քողարկված ձևով չի ապահովում Փաշինյանի իշխանությունը։ Ձեր գնահատմամբ, որ ասում են, գնաց հանձնարարությունները ստացավ կամ ինչ հանձնեց, հիմա ինչ հանձնեց Թուրքիային։ Եվ արդյոք կիսում եք այն տեսակետը, որտեղ մի տեր ունի, Պապաունի Էրդողանն գնացել էր էլի իր իշխանավարումը երկարացնելու համար պայմանավորվել։ Բնական է, նա գնացել է իր հանձնարարականների փաթեթը ստացել է, հիմա սկսել է դա կիրառել եւ դա իր իշխանության երկարացնելու գրավականն է։ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ մի ժամ հետո, երբ նա դադարի լինել
Հայաստանի Հանրապետության վարչապետ նրա կյանքը կես գրոշ չարժի եւ նրա հետ փոխկապակցված բոլոր անձանց ստեղ խոսքը գնում է կենսական գոյությունը ապահովելու մասին ոչ արդեն փողի ոչ իշխանության ոչ հարստության այլ առհասարակ գոյություն ունենալու մասին դա գիտեմ ես դա գիտեք դուք գիտի նա եւ բնական է որ նա անելու է ամեն ինչ եւ պատրաստ է վճարել ցանկացած գին անգամ մեր ժողովրդի գոյության հաշվին նա պատրաստ է պահպանել իր իշխանությունը որովհետեւ դա միակ ձևն է գոյություն ունենալ Եվ բնական է որ նա կգնա եւ Թուրքիայի ոտի տակ կպարկի, նա Ադրբեջանի մասին չենք խոսում, եւ Ռուսաստանի ցանկացած տեղ նա կարա գնա վիզա ծռի չոքեչոք, որ 26 թվականի հունիսը հաջողվի նրա համար ընտրությունների հաղթանակով։ Սա կենսական, այո, գոյությունը ապահովելու թեմա է։ Թուրքիան կապահովի Իսկ ինչի՞ չէ։ Փաշինյանից լավ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Հայաստանը երբևիցե ունեցել է ինչ-որ իշխանություն։ Փաշինյանը իրանց համար երազ ու մուրազ է։ Հազարամյակներով աղոթեին, սենց բան իրանց ձեռը չեր գա։ Եվ բնական է որ նրանք շահագրգռված են, որ Փաշինյանը հնարավորինս երկար լինի ստեղ, որ հնարավորինս հիմնովին ամրաքանդի Հայաստանը եւ հայի բանը ինքնագիտակցությունը։ Դուք հենց տեսեք մարդը խփում է մեր ինքնագիտակցության հիմքերին։ Աշխարհագրությունը սխալ է, պատմությունը սխալ է, կրոնը սխալ է, սփյուռքը սխալ է, կրթական համակարգը սխալ է, այն ամեն ինչը ինչ մեզ անում է հայ, մարդը քանդում է, ու հերիք չի քանդում է, մի բան էլ դրա դիմաց ոչինչ չի առաջարկում։ Դուք էլ մի մտածեք, աղանդավորը մուսուլմանների հետ մտնելով հանցավոր կապի մեջ Քիթը խոթում է հայ առաքելական եկեղեցու գործերի մեջ եւ քանդում է հայ առաքելական եկեղեցին։ Ինչի համար նա չունի ոչ օրինական, ոչ բարոյական, ոչ կրոնական իրավունք։ Օրինակ ինձ հետաքրքիր չի իրանց աղանդում ով է առաջնորդը եւ իրանք ինչ են անում, կարող է երեխու միսեն ուտում, կարող է, չգիտեմ, կույսերի արուն են խմում, ինձ հետաքրքիր չէ, եթե նրանք գործում են սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում, ինչ ուզում են թող անեն։ Բայց ինչի է այդ աղանդավորը քիթը խոթում իմ եկեղեցու մեջ, այ դա հարց է։ Հետևորդներին պահանջում եմ հստակ, այսպես ասենք, իրենց պահանջը ձևակերպել։ Դա նաև ցույց է, որ տեսնում եմ, որ ոչ մեկ չի արձագանքում իր այդ կենսատարաշավին։ Սա պետք է նայել առհասարակ կոմենտները եւ ֆեյքերի քանակությունը այդ լայքերի եւ շերերի մեջ։ Դա շատ կարեւոր է։ Որովհետեւ կրկնում եմ, իրանք արդեն այդ վենտիլատոր ռեժիմի մեջ են մտել, որ sense օդ են ֆրցնում։ Հա, այսինքն եթե 17, 18, 19 թվականներին մարդիկ սրտանց B անելով հետևից գնում էին եւ հավատում էին այդ ամեն ինչին։ Հիմա նրանք ֆեյքերի հաշվին են պահում այդ ռեյտինգը, որին սովոր են։ Ու պետք է հասկանալ լսարանում, այսինքն լսարանի ծավալը հասկանալ, որ հասկանանք արդյունավետությունը։ Ինքը ամեն ինչ ուզում է կարա գրի։ Մենք չենք կարող իրավունք չենք արգելենք նրան ցանկացած անհետեթություն գրել։ Այստեղ մենք կարող ենք ընդհանրապես չափել եւ կանխատեսել արդյունավետությունը եւ հետևանքները։
Եվ ցանկալի է կատարել կանխարգելիչ գործողություններ, ինչը ես ցավոք սրտի չեմ տեսնում։ Դրա պատասխանն է նաև Կիրակի օրը մայրաքորում այդ բազմահազարանոց մարդիկ, նաև դրանով ես պատասխանը տվեցի այս սրբապետներին, ովքեր նախաձեռնում են կամ ուզում են կամ պլանավորում են, ինչպես եկեղեցին է որակում ահաբեկչություն։ Սա ահաբեկչություն է պետական մասշտաբով, այսինքն ոչ միայն եկեղեցուն նկատմամբ, այլ պետության նկատմամբ։ Նրանց ահաբեկիչ լինելը դա քննարկման հարց չի, դա փաստ է։ Արևի, լուսնի, սև ու սպիտակի պես, դա ֆիքսված, ապացուցված փաստ է։ Եվ ես ուզում եմ հասկանամ, արդյոք Փաշինյանը չի գիտակցում, որ անպատժելիությունը, ցանկացած անպատժելիության զգացողություն ունի իր վերջը։ Չես կարող անվերջ լինել անպատիժ։ Մի օր գալու ես հասնես պատին ու հետևանքները հաշվել ես, թե չէ։ Միջարոց ասացիք, ես մամուլում հրապարակում եղա, որ կառավարության մոտ Արսեն Թորոսյանի օձիքից է քաշել մեր հայրենակիցներից մեկը։ Այս այն դեպքում է, որ Արսեն Թորոսյանը պաշտոն ունի, падգամավոր է։ Փախել է դրանց Արսենը։ Դե բա պիտի փախնի, բա ինչ պետք է անի։ Չէ, նախ ինքը այն մարդը չի, որը կարա իր սեփական ուժերով, որպես մարդ, տղամարդ, որպես անձ թասիբ ցուցաբերի։ Նա պերսոնա է, երբ որ թիկնապահներն են, երբ որ կաբինետից, երբ որ անվտանգ միջավայր, հա։ Երբ որ հայոյի ազգային ժողովի անդամ է։ Այո, եւ երբ որ ունի այդ անպատժելիության զգացողությունը, հենց հավանականությունը, որ կարող է քթին ուտի, իհարկե փախնել ամենաճիշտն է։ Իհարկե։ Հատկապես եթե ենթադրենք սցենարը սենց զարգանար, քաղաքացին եկել է օձիքից ձգել է, Թորոսյանը բռունցքով խփել է, պաշտպանվել է։ Էլի խոսելու էին դրա մասին, ինչպես նաև Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա, եթե հիշում եք, հա։ Հա։ Բայց դե գոնե կիմանանք, որ տղամարդու իսան կամ մարդը կարա իր պաշտպանի ինքն իրեն։ Գոնե նայեք տեսքին, էլի։ Ռուսները լավ խոսք ունեն դրանց մասին։ Զադրոտ։ Եվ Տիկին Ադիբեկյան ամփոփելով մեր զրույցը, այս գնացող աշխարհում, տարածաշրջանում վարվող, ինչպես կօգտվի Ադրբեջանը ստեղծված իրավիճակից, կհավատի արդյոք աշխարհում, թե Իսրայելական պատերազմին զարգացումն է ստանում։ Ես ոնց հասկացա, արդեն հրադադարը կնքվել է, եթե սկսվի լայնածավալ պատերազմ, այն պատերազմը, որը կոչվում է պատերազմ, հա, այլ ոչ թե այս բանը ձնագնդիկը, ապա Ադրբեջանը իհարկե հատելու է Հայաստանի Հանրապետության սահմանը եւ օկուպացնի Սյունիքը, դա միանշանակ, եւ դա Ադրբեջանի կողմից Իսրայելին օգնություն հատկացնելու պայմաններից մեկն է։ Ադրբեջանը օգնում է Իսրայելին, Իսրայել-Թուրքիան օգնում են Ադրբեջանին։ Գործողություններ այս փուլում սպասել Ադրբեջանից։ Չէ, այս փուլում չէ, դեռ վիճակը այնպես չի սրացել, այսինքն քաոսը այնքան չի ծավալվել, որ Ադրբեջանը կարողանա այդ ընթացքում փորձել լուծել իր հարցերը։ Բայց նաև հրապարակումներ եղան, նաև շատերը արձանագրում էին, որ օկուպացված Արցախից իսրայելական իջեցություններ են Արցախում Իրանում։ Բնական է, Ադրբեջանը հիմա օգնում է Իսրայելին, ելնելով այն պայմանավորվածություններից, որ ժամանակը գա, Իսրայելը կօգնի Ադրբեջանին։ Դա 44 օրերում օրինակ ունի։ Բայց Իրանը սա ինչպես կընդունի Ադրբեջանի քայլերը։ Իրանը ժամանակին երևի մի 10 տարի առաջ, կարող է մի քիչ ավել,
զգուշացրեց, ասեց, որ եթե Իրանի տարածք ընկնի մեկ ռումբ, ապա Իսրայելին էր դիմում, ապա նրա ռումբերը կթափեն Բաքվի գլխին։ Դա տենց աղմուկ առաջացրեց եւ Իսրայելը իր դիրքորոշումը բացատրեց նրանով, որ մենք շատ լավ գիտակցում ենք, որ Ադրբեջանը Իսրայելին օգնում է եւ Ադրբեջանի տարածքից են հարվածները հասցվելու եւ հետեւաբար նրանք հնարավորություն չունենալով հասնել մինչև Երուսաղեմ, ապա ստիպված են լինելու հարվածել եւ ոչնչացնել այն իրեն հասանելի կետերը։ Անցել է 10 տարի, ռումբերը սկսեցին թափել Իրանի գլխին եւ ոնց տեսնում ենք Բաքուն ոնց կար կանգնած, տենց էլ կանգնած է։ Հիմա ես չգիտեմ, դա կապված է նրա հետ, որ փոխվել է իշխանությունների սերունդ, դա կախված է նրանից, որ դեռ քաոսը չի ծավալվել եւ ռազմական զարգացումները դեռ չեն հասել այն կետին, որ նման անհրաժեշտություն լինի, թե դա ընդհանրապես բաներ փուչ սպառնալիք էր, ես դրա մասին չեմ կարող խոսել, բայց այնուամենայնիվ Իրանը շատ լավ գիտակցում է Ադրբեջանի գինուները, բայց եւ նաեւ դրա հետ միասին նա գիտակցում է, որ Ադրբեջանի հետ նա չի կարող իրեն թույլ տալ փչացնել հարաբերությունները, դրա մասին խոսում են եւ 44 օրյան եւ մնացած բոլոր իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Շնորհակալություն։ Խնդրեմ։